Աշխարհում առաջին անգամ 16 տարեկանից փոքր դեռահասներին ազգային մակարդակով արգելվել է օգտագործել սոցիալական ցանցեր։ Ավստրալիան է առաջին երկիրը, որ ընդունել է նման օրենք։ Կառավարությունը հղում անելով ուսումնասիրությունները պնդում է, որ սոցցանցերում երեխաները ենթարկվում են ռիսկերի ու բացասական ազդեցությունների։ Արգելքի ենթակա է 10 հարթակ, այդ թվում Facebook, Instagram, Snapchat, Threads, YouTube, TikTok եւ այլն։ Մասնագետները կարծում են, որ այս միտումը կարող է տարածվել նաեւ այլ երկրներում, չնայած որոշ սոցիալական ցանցեր արդեն իսկ ունեն տարիքային սահմանափակումներ։ Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել, արդյոք կողմ է, որ Հայաստանում եւս արգելվի երեխաներին հաշիվներ ունենալ սոցցանցերում։ Անպայման, մեր մոտ բոլորին պիտի արգելեն։ Այդ սոցցանցերը մեր տունը քանդեցին։ Ինչքան անգրագետ է իշկա սոցցանցերում են ինչ բլոգ ունի ու բանա վարում։ Լիքը կարիքեր կան, որոնք պղծում են երեխաների մտքերը եւ ազդում են երեխաների կյանքի վրա, ապագայի վրա, էլի։ Փոխում են երեխաների կյանքը։ Ով պետք է վերահսկի, ծնողը թե պետությունը։ Եվ պետությունը եւ ծնողը իմ կարծիքով։ Ծնողն էլ իր հերթին պետք է հետևողական լինի երեխայի քայլերի համար։ Ամենակարևորը պետք է զբաղվեն իրենց առօրյայով, իրենց դասերով, իրենց բաներով։ Կարծում եմ այդ տարիքում, անչափահաս տարիքում, շատ ավելի քիչ ինֆորմացված են եւ պաշտպանության կարիք ավելի շատ ունեն։ Կարծում եմ այո։ Ով պետք է ավելի շատ հսկողական եւ Առաջին հերթին ծնողը։ Միանշանակ։ Այո, պետք չի, որովհետեւ երեխեքը ընկնում են ընդ է, ու վсё, արդեն մնաց իրաց ուսումը եւ այլը եւ այլը։ Եթե երեխայի ժամով նայեն, չէ, իսկ եթե ամբողջ օրը մեջն եմ, իհարկե հանդիպ։ Ամեն ինչ պետք է վերահսկելի լինի։ Թե չէ պետության իհարկե կողմից։ Պետության կողմից եթե վերահսկելի լինի, այսօրվա երեխեքի ուղեղները ավելի զարգացած է, քան մերը։ Իրանք այսպես ասած update արած են ծնվում, են restart տեղած են ծնվում, նացա որ երեխեքին պետք չի ոչ բան արգել։ Ընդհանրապես դեմ եմ արգելմանը։ Ուղղակի պետք է ամեն ինչ վերահսկվի ու վերջ։ Միևնույն է, եթե արգելեն իրանք կունենան, չէ, ինչ որ մի ձևով 16 տարեկան երեխեն դեռ անչափահաս է։ Իսկ ինչ միտք ունի երեխան տենց հաշիվներ ունենա։ Հեռախոսը եւ լավ կողմ ունի, եւ վատ կողմ ունի։ Տեղ կա օգնական, տեղ կա սպառում են, լավ չի։ Որտեւ անենց բաներ կա, որ տգեղա, սիրուն չի։ Իսկ կուլտուրան մարդու մեջ զարգանում է, չէ։ Փոքրուց է, չէ, ճաշակը զարգանում մարդու մեջ։ Ասենք այդ երեխան եթե տենց բաներ ա տեսնում, ինչ ճաշակ պետք է ունենա, այդ եկեք անկեղծ խոսենք։ Ով պետք է այդ առցանց կյանքը երեխաների վերահսկի, ծնողը թե պետությունը։ Եվ ծնողը եւ պետությունը, որովհետեւ ամեն ինչ գալիս է ընտանիքից։ Իսկ հիմա մայրերը, հայրերը շատ անտարբեր են։ Հեռախոսը տալիս են երեխային եւ վերջ։ Տենց չի։ Պետք է երեխայով զբաղվեն։ Եվ պետությունը, եւ առաջինը ծնողը, որովհետեւ այդ երեխան այդ տան մեջ է մեծանում։ Չեմ կարող ասեմ, համապատասխան մարմինները, ովքեր որ ավելի իրազեկ են դրանց, հա, թող որոշում իրան կայացնեն։ Իսկ երեխաների համար ավելի լավ է, եթե իրաց դաստիարակության համար ինչ որ օգտակար բան կա, թող օգտվեն։ Եթե ավելի շատ վնասում է, ապա թող արգելեն։ Երեխաները 16 տարեկանից ուսանողներ են լինում, պետք է իրանց ունենալ։ 16-ից բարձր թողում են։ Ես ճիշտ է դա, որովհետև աշխարհը գնում է դեպի ավարտին։ Մեծ սերունդը, դու չգիտես այդ էջի մեջին ինչ ա գրված, անառակություն է, դու չգիտես այդ էջերը ում ա վերաբերվում, ինչ էջ է, ուր ա տանում այդ էջը, ոչ մեկ չգիտի դրա համար, արգելքը շատ ճիշտ է, այո, ամեն ծնող իր երեխայի համար ինքը պատասխանատու է։ Արգել չէ, բայց սահմանափակումներ կարելի է։ Կան սայթեր, որ իրավունք պիտի չունենան, էլի։ Երեխաները հասանելիություն այդ սայթերին։ Ով պետք է վերահսկի, պետությունը թե ծնողը։ Երևի պետությունը։ Ծնողը եկած զբաղված է դժվար կարան, էլի։ Օրենքով պիտի սահմանափակվեն։ Իհարկե պետք է լինի, այսինքն թող արգելվի։ Ինչու։ Ես այդպես եմ կարծում։ Համոզված եմ։ Միանշանակ վտանգ է։ Երևի երկկողմանի։ Ծնողը իհարկե առաջնահերթ։